Վերադարձանք տաղավար եւ շատ բարձր տրամադրությամբ շարունակում ենք, որովհետեւ այժմ էլ պետք է ձեզ ներկայացնենք առաջիկայում սպասվող մի շատ հետաքրքիր միջոցառման իրադարձության մասին միջոցառում։ Երբ անից համերգներ դարձան միջոցառումներ։ Համերգ, տեսահոլովակ, պրեմիերա Իրադարձությունների մի շարք կա իրականում, որ պատրաստել է մեզ Եվս մեկ իրադարձություն Կանել ճիշտ պատրաստել է մեզ համար Նեմրա խումբը եւ մենք սիրով մեր հյուրերին Ես ամբողջ յանքում մտածել եմ մի օր կլինի ինձ հետ որ ես ուղիղ եթերում փրշտամ Սա առաջին անգամն է շնորհավորում եմ Ռուբեն Ամեն ինչ մեր կյանքում լինում է վերջ-վերջ առաջին անգամ բայց շտապենք ներկայացնենք հյուրերին այսօրվա մեր Սպասված, որովհետև մենք ամենասկզբում նշել էինք, որ երաժշտական շատ հագեցած եթեր լինելու, նույնիսկ երաժշտության ոլորտից շատ կարևոր հյուրեր ենք ունենալու մեր տաղավարում։ Ներկայացնեմ Վան Եղիազարյան, երգահան, վոկալիստ, գիտարահար, Նեմրա խմբի հիմնադիր, համահիմնադիր, որովհետև հիմնադիրները շատ են, եւ Վասպուր Եղիազարյան, գիտարահար, վոկալիստ, Նեմրա խմբի մյուս համահիմնադիրը բարև ձեզ։ Բարի լույս։ Եվ շատ ուրախ ենք դարձել մեր տաղավարում ձեզ հյուրընկալել։ Շատ ուրախ ենք այստեղ գտնվել։ Որտեղից եք գալիս Լիբանանից։ Վերջինը այո, Լիբանանն էր։ Ինչ կար Լիբանանում, ոնց անցավ։ Հիանալի անցավ։ Ուրիշ բան չէ կարճ։ Չէ, շատ տպավորված ենք նամանավանդ երիտասարդներով։ Ջերմ համերգ ունեցանք ու շատ լավ մարդկանց հետ ծանոթացանք։ Բայց նախքան Լիբանանը կարծես թե Կանադայում եք, որտեղ որ ավելի էսպես Մոնրեալում, Տորոնտոյում։ Մոնրեալում եւ Տորոնտոյում երկու համերգ ունեցանք։ Ճիշտ է նաեւ այցելեցինք երկու քաղաքների դպրոցներն էլ ու համապատրաստի համերգներ ունեցանք ակուստիկ ֆորմատով, որտեղ այնտեղ լավ գիտարներ տեսանք ու որոշեցինք աշակերտների հետ միասին համերգ։ Որոշեցինք մեզ հետ բերել։ Դրանից առաջ էլ Միացյալ Նահանգներում եք եղել։ Որի մասին հասել ենք գիտար բերել ենք։ Այնտեղից գիտար բերել եք։ Ինչպես եղավ ընդունելությունը երեխաների կողմից ձեզ ճանաչում էին, ձեր երգերը գիտեին, ինչ արձագանք ու հաղորդակցում ստացվեց ձեզ մոտ։ Ինձ թվում է մի մասը գիտեր, բայց մյուս մասը հենց տեղում ոնց որ իմացավ ու էլի շատ ջերմ ընդունելություններ անգամ վերջում գալիս էին որ ստորագրություն էին ուզում ու մի երեխա տեսնում էր որ աժոտաժ է կատարվում մոտեցավ ասեց խնդրում եմ ձեռքիս վրա անգլերենով իհարկե ձեռքիս վրա ստորագրեք ոնց էր խմբի անում Դե ամեն դեպքում ոգևորությունը կար Լավ, իրականում այս իրադարձությունները, որոնք որ եղել են նախորդիվ բավականին ոգևորիչ են, բայց էլ ավելի ոգևորիչ է այն, ինչը սպասում է առջևում, խոսքը մենահամերգի եւ նոր ալբոմի մասին է, ահա այս ամենին ինչպես եկաք նախ գալը պատմենք, հետո արդեն ինչ է սպասվում է Երևի սկսեմ ալբոմից, թե ինչպես եկանք ալբոմին, մեր նախորդ ալբոմը 2019 թվականին թողարկեցինք ու Սա թվով երրորդն է, չէ՞, երրորդը։ Եթե չհաշվենք հայերեն առանձին երգերը, սինգլները, որպես ալբոմ, այո։ 3 անգլալեզու ալբոմ ունենք արդեն, սա էլ հաշված։ Եվ այս 2019-ից մինչև հիմա կուտակված երգերն են, հենց 11 երգը լրացավ արդեն պետք է միացնենք իրար ու ժամանակներ արդեն մի խոսքով բոլոր մտքերը, բոլոր զգացմունքներն ու էմոցիաները այս 2019-ից սկսած են Ինչպես է կոչվում Ինչպես է կոչվում The end of the party Ովքեր էին կոչվում Ինչպես է կոչվում The end of the party Խնջույքի ավարտը Շատ լավ, ովքեր են ստեղծագործների հեղինակները Երգերի մեծ մասի հեղինակը Վանն է, մի քանի երգ։ Այստեղ համեստություն եմ անում, միշտ Վասպուրն եմ։ Այս մասը 9 երգ, 9 քոնն է, 2-ը իմը։ Բրավո։ Բայց ձեր վերջի հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, Վան դու էիր նշել, որ Նեմրան այս վերջին շրջանում ամենալավ փուլում է գտնվում, քանի որ տարբեր են խմբի անդամները իրենց տեսակներով, նույնիսկ ճաշակներով, բայց կարծես թե համերգների շրջանակներում, հատկապես այս վերջին շրջանում, մի մարմին եք դառնում հենց համերգի ընթացքում։ Այո, շատ հետաքրքիր։ Ինչի՞ հետ է պայմանավորված։ Շատ հետաքրքիր զգացողություն է բեմի վրա առաջացել, վերջին երևի կարծում եմ արդեն 2 տարի կլինի այդ զգացողությունը, որ ես եմ զգում այդ հանգստությունը բեմի վրա, որ խմբի անդամները արդեն լրիվ մի հնչողություն են
Ավելի լավ են զգում իրար։ Այո, ստեղծագործելիս։ Իսկ ինչի խնջույքը ավարտվել, ճիշտ եմ հիշում։ Խնջույքի ավարտը։ Խնջույքը ո՞ր խնջույքի ավարտն է։ Փարթին ընդհանրապես թե ուղիղ իմաստով է ստեղ, թե փոխաբերական իմաստով ի նկատի ունենք մերօրյա մակերեսային կյանքը ավելի շատ, որ զգացմունքները, միտքը, հոգին արդեն երկրորդական պլանում են ու այս ալբոմը այն մարդկանց համար է, որոնք դեռ ունեն այդ զգացողությունները, թե երաժշտական առումով, մեղեդի են սիրում են իմաստ արտահայտող բառեր, եւ թե ընդհանրապես կյանքի իրենց մոտեցումը։ Իսկ ինքը վերցված է ալբոմի վերջին երգի խոսքերը հիմքի վրա։ Վերջին երգը, այսինքն հենց այդպես էլ կոչվում է Song to end the party։ Բայց որ Վանը չի թողնում շատ ստեղծագործես, թե դու ավելի շատ զբաղված ես, Վանը ավելի ազատ ստեղծագործելու ժամանակ։ Իմ գինը շատ բարձր է գրելով, չի ձգում։ Չի կարողանում Վանը։ Դրա համար եկավ երկու աստղին մասնակցի, որ մի քիչ հայտնիություն ձեռք բերի, որ նոր կարողանա, հասկացա։ Լավ, խոսենք նաև մենահամերգի մասին, սպասվող հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դա շատ լուրջ է։ 11 երկ եւ հունիսի 11։ Հունիսի 11-ին հաստատ կապ ունեն։ Ու այսօր էլ նկատեցի, որ 11-ից 11 եթեր մտանք, այդ 11-ը նախախնամություն կա այս 11-ին։ Այո, 11-ը ընդհանրապես մինչև Նեմրան էլ միշտ ինձ հետևել է ու արդեն չեմ զարմանում այդ թվի հետ կապված։ Մի քիչ էլ դե մենք ենք արդեն արհեստականորեն դե պահում է այդ առանձույթը։ Իրան մեր հետ տանում ենք։ Գարամսի 11-ին եւ գերոսկու հարցի։ Բավականին մեծ լուրջ պատասխանատվություն մարզահամերգային համալիրում մենահամերգ ինչպես որոշվեց։ Այս միտքը անընդհատ մեզ այցելում էր, որովհետև շատ հաճախ ենք նվագում բացօթյա համերգներ, ակումբներում համերգներ եւ միշտ լսարան կա, որ մեզ ցանկանում է լսել այսպիսի ֆորմատով դահլիճում տարբեր տարիքային մարդիկ են լսում մեզ ու վերջապես պահը եկավ եւ մեր լավ ընկեր Թովմասի առաջարկով որոշեցինք համալիրում կազմակերպել իհարկե ամեն դեպքում կար այդ ռիսկի զգացողությունը սկզբից մտածում ենք ռոք խումբը Հայաստանում հիմնականում անգլերեն լեզվով արդյոք հնարավոր է եւ այլն բայց հայերեն էլ շատ ստեղծագործություններ այո այնպես է ստացվել որ հենց եթե առանձին էլ վերցնենք չնայած որ մեծ մասը անգլերեն է բայց եթե առանձին վերցնենք հայերեն լեզվով երգերը սինգլները բավականին շատ են թե տեսահոլովակները թե երգերը ու դրանցով ճիշտ ասած իսկականից այս ալբոմը մենք շատ ենք սիրում ու գտանք որ արժանի է որ մեծ մասշտաբով նշենք Բայց համեստություն անենք, ասենք որ Այո, բայց վստահաբար համերգին ոչ միայն ալբոմի երգերն են լինելու, այլ կլինեն նաև այլ շատ սիրված երգեր հանդիսատեսի կողմից։ Համերգը մտածում ենք երկու մասի բաժանել, դեռ վերջնական չենք որոշել։ Բուրըն վեճեր ընթանում։ Հա, շատ քննարկում ենք այդ բանը։ Ինչ վեճեր են լինում։ Մտածում ենք առանձնացնենք նոր ալբոմի երգերը մի մասում երգենք, երկրորդում արդեն սիրված երգերը, թե իրար խառնենք ավելի լավ կլինի դեռ քննարկում դու ոնց ես ուզում Միայն ես եմ ուզում որ առաջի մասում ալբոմը ներկայացնենք քանի որ սա ալբոմի շնորհանդեսն է տրամաբանական է ես երկրորդ մասում Բայց տեսեք, քանի որ դրանք չլսված երգեր են, դեռ չեն հասցրել այսպես, միանգամից 11 երգ լսելը հանդիսատեսին կհոգնեցնի։ Եկեք ես առաջարկում եմ ձեր տարբերակը խառնած։ Պասպորտ ճիշտ ասած, ես քո կողմից եմ, ինչից եք նկատել ես, չէ՞, բայց գուցե համել որ նոր են, բոլորը սպասելու են իրենց սիրված երգերը լսեն։ Հետո վերջում թողեք այդ համով մասը սկիզբը մոռանան։ Բայց դուք հանդիսատեսի հետ խոսելու եք, շփվելու եք, այնպես չէ որ իրար հետևից երգելու եք, հենց ընթացքում Այս մեկը ալբոմից է, այս մեկը չէ, որ հիմա բոլորս միասին երգենք։ Եթե հենց բեմից միանգամից հանդիսատեսին հարցնեք, ոնց անենք։ Հենց այդ օրը հարցնենք։ Այդ ժամանակ 2000 հոգի որ տարբեր կարծիք ասում, իսկ հայերին գիտեք, ամեն մեկը իր յուրովի կարծիքը ունի։ Շատ դժվար է։ Դուք պետք է ունենաք ձեր որոշված ռազմավարությունը, հանդիսատեսին հարցնեք եւ անեք այն ինչ որ դուք որոշել եք, բայց տպավորություն ստեղծեք, այսպես բոլոր գաղտնիքները բացեցինք ուղիղ եթերում, բայց տպավորություն ստեղծեք։ Դուր է գալի որ մենք ուղիղ եթերում շատ բուրըն այսպես լուրջ մենք էլ ենք ներխուժել արդեն։ Իրականում մեկա վերջում անելու ենք տենց ոնց որ Վասպուրն ասում, բայց
քննարկել։ Այսքան փորձը տենց է ցույց տվել, որ ճիշտ է Վասպուրը, պետք է լսել Վասպուրին։ Շատ լավ, ամսի 11-ի մասով խոսեցինք, Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեծ համերգ եւ նաեւ շնորհանդեսը 3-րդ ալբոմի անգլերեն լեզվով, իսկ այս տարվա ծրագրերից կարող ենք խոսել, թե եթե իհարկե կան։ Եվ արդյոք պատրաստվում եք այս մենահամերգով շարունակել շրջագայել։ Հիմնականում այդ ապագա պլանների մասին չենք սիրում խոսել, որովհետև պլանավորում ենք, հետո չի ստացվում եւ այլն, բայց առաջարկներ արդեն կան, պետքա նորից էլի նույն երկրներով եւ հուսով եմ ավել երկրներով շրջագայենք, էլի Ամերիկա, Կանադա համերգներ նախատեսում ենք։ Նոր ալբոմի երգացանկից կլինի մի երգ, որը կունենա նաև տեսահոլովակ։ Շատ ենք ուզում, պարտադիր պետք է ունենա, ամեն ինչ գոնե 3 ունենա։ 11 երգից 4 երգ կա, որ լրիվ նորեն լայվ համերգներին էլ չեն կատարել երբեք ու այդ 4 երգի համար ուզում ենք տեսահոլովակ անել, տեսնենք։ Վասպուրը պետք է ասի։ Վասպուր ջան, ինչ կասես։ 4-ից 3-ին գոնե կնկարենք։ Այս տարվա մասին է խոսքը։ Ոչ չենք ասնի այս։ Այս տարի չեք ասի։ Այս տարի մի հատ երևի 2 հատ մաքսիմում։ Վերջերս ենք թողարկել հայերեն լեզվով Չքնաղ երազ երգը մեր մեկնաբանությամբ։ Մի քիչ ժամանակ անցնի նոր։ Այս տարիների ընթացքում կա մի ստեղծագործություն, որը առանձնահատուկ տեղ է գրավում ձեր մոտ։ Մեր երգերից։ Ձեր երգերից, ձեր ստեղծագործություններից։ Էլի տարբեր Ինձ համար հեմ երգը մեր նախորդ ալբոմի վերջին երգը, որի անունով կոչեցինք ալբոմը։ Նաև ալբոմը։ Այդ երգը առանձնահատուկ է ու ինձ թվում է այս ալբոմից A Song to End the Party-ն ավելի առաջին տեղում կհայտնվի երգը, հա։ Ավարտելու երգը, խրախճանք։ Մենք քանի որ արդեն մեր ժամանակը սպառվել է, ես ուզում եմ ասեմ ձեր շատ շնորհակալություն, իրականում այո, վերջին շրջանում շատ ակտիվ այսպես նեմրան գործունեություն ծավալեց, ինչի արդյունքը մեծ երկրպագուների քանակն է։ Մենք հաջողություն ենք մաղթում ամսի 11-ի հետ կապված եւ հուսանք, որ մոտ ապագայում թե տեսահոլովակի, թե մենահամերգների, նաեւ նոր արդեն ալբոմների առիթներ կունենանք հայալեզու, մեկն էլ թող լինի հայալեզու, լավ։ Անպայման նախատեսում ենք 11-ը լրանալու։ 11-ը հենց լրանա։ Հայալեզուն էլ թողարկել։ Շնորհակալ ենք եւ հաջողություն ենք մաղթում ձեզ։ Ձեզ լավ օր, իսկ դուք չմոռանաք սիրելիներ, եթե ձեր չեք հասցրել, մի երկու հատ տոմս մնացել է ամսի 11-ին անպայման, հունիսի 11-ին, շատ քիչ օր է մնացել։ Մենք ունենանք երաժշտական դադար այս պահին, հետո կվերադառնանք ու ինչպես խոստացել էինք, Անուշի հետ այսօր կապվենք մեր երթերը։